Փետրվարի 23-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ սրբազան պայքարի գործով լրացուցիչ դատական նիստ։ Արտահերթ նիստի անհրաժեշտությունն առաջացել էր այն պատճառով, որ փետրվարի 25-ին լրանում են պայքարի մասնակիցների մի մասի նկատմամբ կիրառված խափանման միջոցների ժամկետները։ Նիստի ընթացքում հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը միջնորդություն ներկայացրեց երկարաձգելու մեղադրյալների խափանման միջոցը։ Դատարանի որոշմամբ Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Պաշտպանական կողմը հակադարձեց նշելով, որ Օկումուշյանն այս ընթացքում որևէ հակաիրավական արարք չի կատարել, որը կարող էր հիմք հանդիսանալ խափանման միջոցի երկարաձգման համար։ Փաստաբանները շեշտեցին, որ նա Ազգային ժողովի падգամավոր Արթուր Սարգսյանի վարորդն է եւ պայքարի հետ առնչվում է բացառապես իր աշխատանքային գործունեության բերումով, սակայն դատարանը հաշվի չառավ այս հանգամանքները։ Եթե իրավաչափության պայման 3 ամսվա ընթացքում չի փոխվել, որտեղ մենք դեռևս գտնում ենք նախնական դատալսումների փուլում, ուրեմն դուք պետք է բացառք հայտնեք։ Ուրեմն նշանակում է դուք ջանասիրությունը մեր հանրային մեղադրող պարոն Հովհաննիսյանի հետ միասին տապալել եք, որովհետև ես չեմ հիշում մեղադրյալներից մեկը, որ օրինակ նիստին ասեր, եկեք այսօր հարց չքննարկենք։ Ես հիշում եմ ճիշտ հակառակը, օրինակ Սրբազանը բոլոր նիստերին պնդում էր, որ եկեք ավել նիստ անենք, եկեք ոստիկանության անգործությանը գնահատական տանք, պրոբացիայի թերություններին գնահատական տանք եւ այլն։ Հիմա ստացվում է պաշտպանական կողմի դիրքորոշումը դա է եղել, բայց օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով դա չի ապահովել, բայց բացասական հետևանքները կրում են անձին, հանուն ինչի։ Իրավական առումով տնային կալանքը ամբողջությամբ համարժեք է կալանքի։ Լրիվ նույնությամբ, այսինքն մենք իրականում քննարկում ենք հիմա կալանքի հարց։ Մեկ այլ որոշմամբ Մովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվեց, սահմանվեց վարչական հսկողություն։ Շարբաթյանը չպետք է այցելի մարդաշատ վայրեր, իսկ խափանման միջոց գրավը 3 միլիոն դրամի չափով մնաց անփոփոխ։ Մնացած մեղադրյալների նկատմամբ հիմնավոր կասկածի բացակայություն, չանհատականացված մեղադրանք, չպատճառաբանված մեղադրանք եւ սխալ իրավական որակավորում։ Այս բոլոր հիմքերը արկան, որպեսզի անձի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չլինի։ Դատական նիստի ընթացքում քննվեց նաև բլոգեր Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցի հարցը։ Պաշտպանական կողմը ներկայացրեց Ալեքսանյանի սոցիալական ծանր վիճակը։ Նա ընտանիքի միակ աշխատողն է, ունի անչափահաս երեխաներ եւ խնամում է առողջական լուրջ խնդիրներ ունեցող ընտանիքի անդամի։ Դատարանը որոշեց վերացնել Արմեն Ալեքսանյանի տնային կալանքը, կիրառելով միայն վարչական հսկողություն։ Նիստի ավարտին խոսքով հանդես եկավ Բագրատ Սրբազանը, նշելով, որ պայքարի անդամների հանդեպ կիրառվում է անհավասար եւ ոչ իրավաչափ մոտեցում։ Եթե այս մեղադրանքը ամբողջությամբ վերաբերում է բոլորին, բա մոտեցումը ինչի է խտրական։ Էլի եմ ասում, իմ մասին չեմ խոսում, ես ոչ մեկի ողորմության կարիքը չունեմ։ Այս մարդու վերաբերյալ ընտանիք երեխաներ ունեցող որտեղ է չափանիշը, որտեղ է գիծը, խնդրում եմ ցույց տվեք։ Այդպես ասեմ գնալ առաջ չի լինելու։ Այո, դուք արդարությունը դատում եք, դուք արդարադատություն չեք իրականացնում։ Չեք իրականացնում։ Եվ այո, Մխիթար Գոշը երիցս ճշմարիտ է, երբ որ մեղադրող չի ասում ամբաստանող, մի բան էլ վրան տնելով։ Այո, այստեղ ամբաստանությունը տեղի ունենում եւ արդարության դատում հենց Կարոյի նկատմամբ։ Սրբազան պայքարի գործով դատական մյուս նիստը նշանակված է հինգշաբթի օրը փետրվարի 26-ին ժամը 15-ին։